Արարատի մարզի Այգեստան գյուղի աշակերտներն են, կեսօրին հավաքվում են դպրոցի տարածքում, այստեղից ավտոբուսներով մեկնում Մրգավան։ 1 տարուց ավելի է 6 կիլոմետր ճանապարհ կտրել անցնելուց հետո են հասնում դպրոց։ Դաս անցկացնում Հարևան գյուղի դպրոցում, երկրորդ հերթով։ Մենք ընտրել ենք ավելի անվտանգ գոտի Մարգարյան փողոցին հատվող, որպեսզի ավտոբուսները կանգնեն ստեղ, մեր ներկայությամբ, նաև դպրոցի տնօրենի եւ աշխատակիցների ներկայությամբ անվտանգ տեղափոխվեն Մրգավան բնակավայրի միջնակարգ դպրոց։ Այգեստանի դպրոցն ընդգրկված է 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, հինը վերանորոգման ենթակա չէ, քանդվել ու փոխարենը նոր դպրոց է կառուցվում։ 1 տարի անց արդեն աշխատանքի մեծ մասն արված է։ Շինարարը շտապում է շուտ ավարտել, որ գոնե հաջորդ տարվա սեպտեմբերին երեխաները իրենց գյուղի դպրոց հաճախեն։ Սկսել ենք հունիսի 1-ից 24 թվականին։ Եվ այժմ աշխատանքները նախատեսվում էր պլանով 2026 թվականին ավարտենք, սակայն մենք տեմպեր ավելի ուժեղացած ուզում ենք մի քիչ շուտ ավարտենք։ Մոնոլիտ երկաթբետոն է կառույց է, որ համապատասխանում է սեյսմիկ նորմերին։ Երկհարկանի մոտավոր մակերեսը 7000 քառակուսի մետր է։ Շենքը հագեցած է լաբորատորիաներով, դասասենյակներով, հանդիսությունների դալիճ, սպորտ դալիճ, նաև ունի ճաշարան, խոհանոց։ Ավարտվել է ամբողջությամբ երկաթբետոնե կմախքը, հիմա այս պահին ավարտման փուլում է շենքի երեսապատման աշխատանքները։ Դպրոցը կառուցվում է կառավարության ֆինանսավորմամբ եւ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Շինարարության արժեքը կազմում է մոտ 2 միլիարդ 300 միլիոն դրամ։ Հիմնադրամի ինժեները վստահեցնում է, արագությունը որակի հաշվին չէ, աշխատուժն են ավելացնում։ Շենքում նաեւ վառարաններ են տեղադրել, որ եղանակային ցուրտ պայմաններում կարողանան աշխատել։ Նախորդ դպրոցի համեմատած այս դպրոցը միջազգային ստանդարտներին համապատասխանող դպրոց է, ունենալով իր ամեն ինչը կահավորվածության տեսակետից եւ միևնույն ժամանակ նորը մնում նոր էլի, մինչեւ 12 բալ դիմացկողականություն ունի։ Դպրոցի տնօրենը դժվարությամբ է հարմարվել հիշողություններով հարուստ նախկին շենքը քանդելու մտքի հետ, բայց նոր շենքի նախագիծն ու կատարված աշխատանքները տեսնելուց հետո նոր գաղափարներով է լցվել։ Ասում է տարիներ շարունակ ոչ սեյսմակայուն դպրոցի հիմնանորոգման հարցը ներկայացված է եղել կառավարություն, բայց միայն վերջին տարիներին են քայլեր ձեռնարկել։ Իմ մանկական երազանքը իրականություն է դառնում պետության միջոցով, պետության շնորհիվ եւ նոր դպրոցում ունենալու ենք նորագույն տենդենսներին համապատասխան լաբորատոր սարքավորումներ, լաբորատոր սենյակներ, բույք, այն ամենը ինչ անհրաժեշտ է լավ կրթություն ապահովելու, լավ կրթություն տալու համար։ Գուցե նոր դպրոցով ոգևորված կարելի ասել գրեթե կեսը ատեստավորվեցին։ Տիպային կառույցը նախատեսված է 430 սովորողի համար, սակայն հիմնադրամի հետ քննարկումներից հետո տնօրենը համոզվել է, որ մինչև 500 աշակերտ կարող է տեղավորվել դպրոցում։ Վստահ է շահագործման հանձնելուց հետո երեխաների թիվն ավելանալու է, իսկ որ ավարտը հեռու չէ, համոզվել է աշխատանքներին հետևելով։ Շինարարները եւ սրտացավ են աշխատում, եւ անդրդունջ են աշխատում, եւ անձրև լինի, եւ ցուրտ, եւ դադար չկա։ Դեռ էլ կարող եք պատահական օրերի գալ ու համոզվել։ Կառավարության ֆինանսավորմամբ եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ այս պահին Արարատի մարզում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում 10 նորակառույց դպրոցում։ 2-ն արդեն հանձնվել է, ավարտվել է եւս 2-ի վերանորոգումը։ Բաղրամյան բնակավայրի դպրոցի վերանորոգման աշխատանքներն էլ մոտ են ավարտին։ Վարդուհի Արզումանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։